Բարև ձեզ հարգելի օստատիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում հյուրընկալել ենք ՀԱԿ միավորման անդամ Մենուա Սողոմոնյանին, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Շնորհակալ եմ, սիրելի Քրիստինա, որ հրավիրել եք։ Պարոն Սողոմոնյան, այսօր ողջ Ամիրյան փողոցը, այսպես ասած, փակ էր, նշում են իշխանությունները, նաև քաղաքացիների հետ, Նիկոլ Փաշինյանի հետ նշում են քաղաքացու օրը։ Նախ օրվա խորհրդի հետ կապված, ինչպիսին է այսօր քաղաքացին, արդյոք իրեն զգում է, այսպես ասած, լիարժեք իրավունքները պաշտպանված ու առհասարակ տոնի, այսպես կապված ում է վերաբերվում կոնկրետ իշխանության, այսպես ասած, համակիրներին, թե իսկապես այսպես լիարժեք քաղաքացիների օրն էր այսօր։ Ձեր հարցը շատ տեղին է, որովհետև սա չի կարող լինել քաղաքացու օր։ Սա քաղաքացու օր, եթե լիներ, բոլոր քաղաքացիների կողմից ընդունված օր կլիներ։ Ինչպիսի ընդունված օր է, օրինակ սեպտեմբերի 21-ը, մայիսի 28-ը, մայիսի 9-ը, մայիսի 1-ը, հունվարի 28-ը, այս բոլորը ազգային պետական տոներ են եւ բոլորի կողմից են ընդունված, անկախ քաղաքական հայացքներից, համոզմունքներից։ Բոլորն էլ արժևորում են պետության, պետականության գինը, աշխատավորության հանգամանքը, հաղթանակը, ինքնությունը, բանակը, այս ամեն ինչը համազգային համապետական նշանակության հանգամանքներ են եւ մարդիկ դա ընդունում են։ Իսկ այն ինչ կատարվում է այսօր մարդիկ չեն ընդունում։ Ընդունում են գուցե միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները, Փաշինյանի համակիրներն են ընդունում, բայց դա քաղաքացու տոն չէ։ Որովհետեւ քաղաքացիությունը ինքը ընդհանրական կատեգորիա է, ընդհանուր հասկացություն է, մեզ բոլորիս է չէ վերաբերում։ Հիմա որ քաղաքացիների տոնն է։ Արդյոք այն քաղաքացիների տոնն է, ովքեր որ օրինակ իրենց քվեն տալու են ուժեղ Հայաստանին, Բարգավաճ Հայաստանին եւ Հայաստան դաշինքին, որոնք որ Փաշինյանի կողմից անվանվել են շուն ու շանգյալ։ Արդյոք այդ քաղաքացիները տեսնում են իրենց այսօրվա այդ տոնակատարության մեջ։ Մենք տեսնում ենք, որ այս ամենը կեղծիք է, ինչպես մնացած բոլոր նախաձեռնությունները, որոնք կատարվում են այս իշխանությունների կողմից, այստեղ եւս մեծ կեղծիք ենք տեսնում եւ տեսնում ենք, ինչպես ասում են, խնջույք ժանտախտի ժամանակ։ Այն ընթացքում, երբ որ մենք անասելի ծանր հարվածներ ենք կրել, երբ որ մեզ մոտ ներազգային համերաշխություն չկա, տիրում է ատելությունը, գլուխ է բարձրացրել ապօրինությունները, հա, սպառնալիքների տակ են գտնվում եւ նաեւ այս պահին, երբ որ մենք խոսում ենք, տեղի ունենում Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մոր հոգեհանգստի արարողությունը։ Այս իշխանությունները իսկապես քաղաքացու տոնը կդարձնեին քաղաքացու տոն։ Այն ոգևորության պայմաններում, երբ որ 8 տարի առաջ նրանք իշխանության եկան, նոյեմբերի 9-ից հետո եթե հեռանային, եթե թողնեին հեռանային, ընդունեին իրենց սխալները, թողնեին հեռանային, երաշխավորեին ազատ արդար ընտրությունները։ Նայեք, իրենք էլ ասում են, որ հերիք է քաղաքացին, հա, այսպես մշտապես սքի մեջ, միայն այսպես հիշատակի տոներ, ասում եմ, մի օր էլ պետք է այսպես ուրախանան, ինչ չէ, նաև փողոցում խորոված անեն, չէ, որ դա հայկական ավանդական ուտելիքն է, այսինքն ասում են, որ սա անում են քաղաքացուն նրան, այսպես ասած, ինչու՞ չէ, ուրախություն պատճառելու կամ այդ նպատակով այս քննարկում։ Հերիքի ասում է, որ սքա միայն սուկ։ Նախ դա շատ սխալ թեզ է, այնպես չի, որ մեր ժողովուրդը միայն սքում է։ Միայն սուկ է եւ պետական, ազգային պետական տոները տոնվում են։ Իհարկե, մենք չենք կարող մեզ լիարժեք երջանիկ զգալ։ Չենք կարող լիարժեք երջանիկ զգալ մեզ այն պարագայում, երբ որ կիսատված ենք, երբ որ մեր կողքին կան 100,000-ավոր մարդիկ, ովքեր որ կորցրել են իրենց տները։ Մեր ուրախությունը իսկապես չի կարող լինել լիարժեք ուրախություն։ Այո, ուրախանալ կարելի է եւ ուրախանում ենք մեր հարազատների տոների հաջողությունների հետ կապված, մեր ազգային պետական տոների հետ կապված ուրախանում ենք, այդպիսի բան չկա, որ միայն սքում ենք, չէ, չկա նման բան։ Բայց այն ինչ որ տեսնում ենք մենք, երբ որ մենք տեսնում ենք, որ մեր եկեղեցիները ոչնչացնում են, բառացիորեն օրեր առաջ տեղի ունենում մեր եկեղեցիների ոչնչացում, երբ որ տեսնում ենք ընդհանուր հարձակում մեր եկեղեցու վրա, երբ որ տեսնում ենք այսքան շատ անարդարություններ, քաղաքական բանտարկյալներ ենք տեսնում, ծեծվող երեխաներ ենք տեսնում եւ այլն, մենք չենք կարող լիարժեք երջանիկ մեզ զգալ եւ դրա համար մենք պետք է ունենանք նպատակներ հաղթահարելու այս վատ երևույթները, այդ հաղթահարելու ընթացքում այն աշխատանքը, որ կտարվի, այդ աշխատանքը նաեւ ել ավելի երջանկաբեր կլինի մեզ։ Մենք այդ ժամանակ, երբ որ կզգանք, որ ինչ որ մի կոնկրետ
գործ ենք անում եւ հաղթահարում ենք այս ամեն ինչը, այս վատ բաները, մենք այդ հաղթահարման process-ի մեջ այո կարող ենք նաեւ երջանկություն զգալ, բայց այդ ամենը չզգալով ու այդ ամեն ինչի պատասխանատուներն են, երբ որ կազմակերպում այդ ուրախություն կոչվածը, որի բովանդակությունը հիմնականում ուտելու հետ է առնչվում։ Բարձր մշակույթի հետ չի առնչվում, առհասարակ մշակույթի հետ չի առնչվում, այլ ուտելու հետ է առնչվում, ինչպես որ այս մարդը, որ ամեն օրվա իր այդ քարոզարշավ կոչվածի մեջ անպայման ուտելու բաղադրիչը կա, պետության ղեկավարն է, ինչ օրինակ է ցույց տալիս մարդկանց։ Նրա ցույց տված լավագույն այդպես մեծ անգամ գերտերությունների ղեկավարներն են այդպես նվագելուց օրինակ հրապարակում կամ ինչ որ բան ուտում հրապարակում ամեն օր ամեն անգամ չէ իհարկե հասկանում ենք ամեն ինչն է չափի մեջ ուզում եմ ասել գուցե փորձում են այդ միջազգային տրենդերին հետևել գիտեք մոդային էլ ձև կա նորաձևությանն էլ ձև կա այդ ամեն ինչն էլ հասկանալի է ընդունելի է երբ որ լինում է չափի մեջ այս մարդու մոտ հանրային հաղորդակցության մեջ ուտելու հանգամանքը առաջնային տեղ է զբաղեցնում մեր դպրոցականը մեր երիտասարդը ինչ ուղերձ է նրան տալիս նա բառացիորեն է այդ ուղերձը տալիս ասում լավ ապրելը նշանակում է շատ փող աշխատել եւ շատ ծախսել այսինքն խիստ նյութականացնում է մեր արժեքային համակարգը խիստ նյութականացնում է նրա համար որպեսի մեզ համար ամենամեծ վտանգը լինի ոչ թե մեր պետության հետ կապված, մեր արժեքների հետ կապված, մեր ինքնության հետ կապված, այլ մեր գրպանի հետ կապված։ Սպառողական հասարակություն է ստեղծվում ի վերջո այս ամենով։ Սա է մերժելին, ոչ թե խորոված ուտելը որպես այդպիսին է մերժելին, այլ որ քաղաքը վերածում են այսպիսի մի միջավայրի ու վերածողները իրենք են, իրենք որոնք պատասխանատու են այս ամեն ինչի համար։ Մարդիկ չեն կարող հաշտվել, մեր քաղաքացիները չեն կարող հաշտվել այս ամեն ինչի հետ։ Սա արդար չի, այդ անարդարության ինչքան էլ ուզում են բարձր երաժշտությունը միացնեն, ինչքան էլ ուզում են համաշխարհային աստղերի կանչեն եւ շքեղ այսպես հրավառություններ կազմակերպեն, այդ արտաքին շղարշը չի կարող մարդկանց ներսի մռայլությունը, ընկճվածությունը, անարդարության զգացումը չի կարող վանել պարզապես։ Սա պետք է ընդունել։ Պարոն Սողոմոնյան հատկապես շատ քննադատվեց այն հանգամանքը, որ ասում են հենց ցեղասպանության այդ հիշատակի օրը, զոհերի հիշատակի հենց հաջորդ օրը, մի օր այսքան սուքոր հիշատակի օր, հաջորդ օրը, այսպես տոն, ուրախություն, հիմնական քննարկման առարկան դու ես սրա վերաբերյալ, ինչ կասեք, պատահական էր այս համընկնումը։ Դե մարդիկ երբ որ խոսում են այդ մասին, ուրեմն դատարկ տեղը չեն խոսում։ Իսկապես չի լինում այդպես, էլի, չի լինում այդպես, որ լինի սքոր, իսկ հաջորդ օրը այդպես լինի մեկ օրվա այդպես ժամանակային տարբերությամբ հաջորդ օրը լինի խրախճանքի օր։ Չի լինում այդպես, իրար հետ չի գալիս։ Գուցե հնարավոր կլիներ ավելի ուշ անել, բայց այստեղ գլխավորը նորից եմ ասում երևույթի ինչ լինելը չի, այլ երևույթը թե ովքեր են կանգնած այս ամեն ինչի հետևում։ Որովհետև նույն հայոց ցեղասպանության հիշատակի օրը մեծ Եղեռնի հիշատակի օրը ապրիլի 24-ը հանրային հեռուստատեսության կողմից լուսաբանելու հանգամանքը կամ ակադեմիական երգչախմբին բերում են կանգնեցնում են եւ ինքը գալիս է այդպես ակադեմիական երգչախումբը երգում է իր ամեն ինչ կառուցում են այս անձի շուրջ ամբողջ խնդիրը դրանում է որ տոնն էլ հիշատակն էլ ամեն ինչ կառուցում են այս անձի շուրջ այս անձի PR-ի շուրջ, այս անձի քարոզարշավի շրջանակներում են ամեն ինչ կառուցում։ Սա է։ Արդեն կան հա տեսանյութեր հրապարակված, չգիտեմ որքանով եք հասցրել, այլ մասնակցություն, չգիտեմ, օրինակ այս տոնախմբության մասնակցություն ինչ որ ցուցիչ կարող է հանդիսանալ, այսինքն իշխանության աջակցող կամ ոչ աջակցող, ինչ որ ցուցիչ կարող է հանդիսանալ մասնակցությունը։ Դե հասկանալի է, որ մեծամասամբ կազմակերպված է բերում են իր աջակիցներին, բերում են մարդկանց, ովքեր մեր հայրենակիցներն են, մեր քաղաքացիներն են, համաքաղաքացիներն են, ովքեր որ շատ դժվար է մեղադրելը, թե ինչի են գալիս, շատ դժվար է մեղադրելը, շատ դժվար է, որովհետև մարդը, երբ որ չի ունենում հստակ պատկերացում անհրաժեշտի մասին, պարտքի մասին, բարոյական պարտավորվածության մասին, երբ որ չի ունենում այդ գիտակցումը, նրան դրա համար պատժել պետք չէ, նրան դրա համար կշտամբել պետք չէ։
Դառնանալ կարելի է դրանից, բայց դրա համար կշտամբել ու պատժել պետք չէ։ Սողոմոնյան, մի կողմից էլ այսպես է, ցանկացած հասարակություն անդադ երբ որ չգիտեմ, ինչ որ վատ նորություններ է լսում, անդադ այսպես ինչ որ մի բան փորձում է, չէ, նաև այսպես դրվել, ինչու՞ չէ, խրախճանքներին, խնջույքների մասնակցել, այսպես ասած, ցրվելու համար ու ցանկացած նման միջոցառում անցկացվող նաև դիտարկում են այդպիսի ժամանցի միջոց ավելի շատ, ոչ թե ինչ որ քաղաքական միջոցառում։ Ես կողմ եմ, ես դեմ չեմ ընդհանուր առմամբ ուրախանալուն, ժամանցին, խնջույքին, միջոցառմանը, քավլիցի, ես դրան կողմ եմ, ես դրան դեմ չեմ, բայց նորից եմ ասում, որ սա արվում է նախ անունը քաղաքացու օր, քաղաքացու տոն։ Ինչի հետ կապված է։ Կապված է 2018 թվականի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականի հետ, ճիշտ է։ Այսինքն իրենց ասած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական սիրո եւ համերաշխության, հեղափոխության հետ։ Այն ինչով որ մարդիկ ողջևորված էին իսկապես։ Ես շատ լավ հիշում եմ այդ օրը։ Այդ օրվա տպավորությունները, թեև ես այս իշխանության թիմի անդամներին անձամբ էի ճանաչում եւ այդ օրը ես ահավոր ցածր տրամադրության մեջ էի, որովհետեւ ես տեսնում էի թե ինչ է գալիս, ովքեր են գալիս։ Ես գուցե ռացիոնալ չկարողանայի այդ ժամանակ բացատրել, բայց կանխազգացում կար օրինակի մեջ, որ երկիրն անտերության է մատնվում պարզապես, բայց համենայն դեպս Երևանը թնդում էր, մարդիկ դուրս էին եկել փողոց եւ իսկապես ուրախանում էին, որովհետեւ նրանց խոստացել էին արդարություն, որովհետեւ խոստացել էին հավասարություն, որովհետեւ խոստացել էին եղբայրություն, որովհետեւ խոստացել էին, որ կոռուպցիա չի լինի, որովհետեւ խոստացել էին, որ հետամուտ են լինելու Արցախի հարցի լուծմանը եւ այլն։ Եվ ինչ ունենք մենք այդքանից հետո։ Մենք ունենք կորսված Արցախ, ունենք զոհեր, ունենք այդ ամեն ինչի հետ կապված մանիպուլյացիաներ, որ այդ ամեն ինչ անհրաժեշտ էր մեր ինքնիշխանության համար, մենք ունենք քաղաքական բանտարկյալներ, մենք ունենք կոռուպցիա, մենք ունենք լկտիություն, մենք ունենք հայհոյախոսություն, մենք ունենք եկեղեցու վրա հարձակում, եւ հասկանալի է, որ այդ օրը ինչ որ միայն ուտել խմելու ուտուշ-խմուշի մասին չի խոսքը, չէ՞, դրա մեջ ինչ որ խորհուրդ պետքա լինի։ Գտել է արդյոք մեր քաղաքացին այն արդարությունը, այն ամեն ինչ որ փնտրում էր ապրիլի 23-ին 2018 թվականին Մերժի Սերժին գորալով։ Գուցե գտել են այսօր օրինակ մասնակիցները։ Որքան մասն են գտել, որքան մասն են գտել։ Ես դրա համար ի սկզբանե որ դուք հարց տվեցիք, ասացի, որ սա գուցե ԿՊ-ի տոնն է։ Թող արդար լինեն, ասեն քաղաքացիական պայմանագրի տոն, ոչ թե քաղաքացու օր, որովհետև քաղաքացիների մեծագույն մասը, ովքեր որ այդ օրակարգով դուրս եկան փողոց եւ մասնակցեցին իշխանափոխության process-ին, իրենք ունեին արդար մղումներ ունեին եւ շատ անկեղծ սպասելիքներ ունեին, ուզում էին ավելի լավ պետություն տեսնել, ավելի լավ հասարակություն տեսնել, ավելի լավ կյանք տեսնել, ավելի արժանապատիվ մարդ տեսնել։ Տեսնում են այդ ամեն այդ քաղաքացիները մեր մեծամասամբ իսկապես չեն տեսնում։ Ես այստեղ քաղաքական պատկանելության տեսանկյունից չեմ ասում։ Թող յուրաքանչյուր մեզ նայող քաղաքացի այս հարցը իրեն տա, տեսնում է այդ ամենը թե չի տեսնում։ Պարոն Սողոմոնյան, եւ վերջում մի հարց, ցանկացած այսպես միջոցառում, հա, տոնախմբություն, այսօր գիտենք, որ նաեւ մեծ համերգ է հա սպասվում հայտնի արտիստների մասնակցությամբ, ու ակնկալվում է, որ մեծ թվով մարդիկ են մասնակցելու։ Հիմա նման ցանկացած միջոցառում, այսպես ներկայացվում է որպես ի աջակցություն իշխանությունների, ասում են, տեսեք, մեր կազմակերպած միջոցառմանը, որքան մարդ է հավաքվել, ինչքան քաղաքացի է եկել, ու դա ներկայացվում է որպես իրենց աջակիցների թիվ, սրա հետ կապված։ Ինչ կասենք։ Սա արվում է պետական միջոցներով, պետական փողերով եւ իշխանական քարոզչության մեխանիզմները միացվում է պետական փողերին, այսպես ասած։ Այսինքն քաղաքացիների եւ դիմադիր եւ ընդդիմադիր եւ իշխանություններին սիրող եւ իշխանություններից զզվող եւ իշխանությունների նկատմամբ չեզոք եւ անտարբեր այս բոլոր քաղաքացիների միջոցները ուղղվում են կազմակերպելու միջոցառում, որտեղ կենտրոնական դեմքը ինքն է եւ նրանց թեզերն են, քաղաքացիական պայմանագրի թեզերն են, խաղաղություն, խաղաղ երկնքի տակ, հա, հասկանալի է, որ խաղաղությունը ինքնին շատ բարձր արժեք է, բայց իրենց քարոզչական թեզն է ներկայում։ Եվ այդ թեզի ներքո է անցնում այդ համերգը, որին որ փաստորեն մասնակցում են այդ ձեր ասած արտիստները եւ այդ ամեն ինչը կատարվում է բոլորի հաշվին։ Սրանից մեծ ընտրակեղծիկ, սրանից մեծ կեղծիկ առհասարակ
պատկերացնել ես չեմ կարող եւ բնականաբար այնտեղ կլինեն եւ Հայաստանի քաղաքացիներ եւ Հայաստանի ոչ քաղաքացիներ, բազմաթիվ ասենք Հայաստանում մնացող մարդիկ ունենք, որոնք սովորաբար այսպիսի տոներին գնում են, ուրախանում են եւ այդ մարդկանց ոչինչով չի կարելի մեղադրել եւ այսպես փուչիկ են ստեղծում քարոզչական, որ իբրև թե իրենց աջակցողների բանակը շատ է, ընտրությունները կգան այդ ամեն ինչը Կերևան եւ իդեպ թող այդ կապակցությամբ մի հարցի էլ մինչեւ հիմա դեռևս չեն պատասխանել Snoop Dogg-ին տված փողերը ի վերջո ինչ եղան միլիոնավոր դոլարները ինչ եղան ի վերջո կարծեմ այլ արտիստ են կարծեմ հա դե չգիտեմ ես 6 միլիոն թե ինչքան մեր քաղաքացիների մեր հերոս հարկատուների գրպաններից գնացել են ինչ եղան եւ արդյոք մեր հերոս հարկատուները բոլորը համաձայն են այս ամեն ինչին ինչը որ կատարվում է շնորհակալ եմ պարոն Սողոմոնյան Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մեր տաղավարում զրուցում ենք ՀԱԵԿ միավորման անդամ Մենուա Սողոմոնյանի հետ։ Շնորհակալ եմ եթերին հետևելու համար, կհանդիպենք։